Բարև ձեզ հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է։ Ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, մեր հեռուստադիտողներից մեկի խնդրանքով այսօրվա մեր հաղորդումը կնվիրենք գերակտիվ երեխաներին։ Եկեք հասկանանք, թե ինչպիսի վարք են դրսևորում գերակտիվ երեխաները, ինչով է դժվարանում նրանց դաստիարակման գործընթացը և ինչպես մենք, որպես ծնող, կարող ենք օգնել այդ երեխաներին։ Եվ այսպես, ծնողները հիմնականում շատ դժգոհում են, որ երեխաներն իրենց չեն լսում, անդադար վազքի մեջ են, հանգիստ քայլելու փոխարեն ցատկում են պահարանի վրայից բազմոցի վրա, բազմոցի վրայից բազկաթոռի և այդպես շարունակ։ Ծնողները նաև շատ դժգոհում են, որ երեխաներից շատերը, այսպես ասած, թափթփված են, անփույթ են, այսինքն ուտելիս կարող են ուտելիքը թափել իրենց հագուստի վրա, կամ իրենց ձեռքից կարող են ցած գցել իրեր, քայլելիս ոտքը կամ ձեռքը խփել պահարանին և այդպես շարունակ։ Իսկ ուսուցիչներն էլ դժգոհում են, որ երեխաները դասապրոցեսի ընթացքում անհանգիստ վարք են դրսևորում։ Կարող են դասի ժամանակ սկսել երգել, բարձրաձայն խոսել, վազվզել, նույնիսկ կենդանիների ձայներ հանել և դրանով խանգարել նաև մյուս երեխաների դասապրոցեսին լսելը։ Դրանից դժգոհում են ուսուցիչները, երեխաները, աշակերտները, բայց միևնույն ժամանակ շատ դժվար վիճակում են նաև այն երեխաները, որոնց մոտ գերակտիվ վարք է նկատվում, քանի որ իրենք իսկապես չեն կարողանում դասապրոցեսի ընթացքում նստել, կենտրոնանալ, լսել դասերը և ընկալել այն ամենը, ինչ իրենց փորձում է մատուցել ուսուցիչը։ Եվ այսպես եկեք հասկանանք, թե ինչ կարող եք դուք որպես ծնող անել, որպեսզի ձեր երեխան իրեն ավելի լավ զգա, ինչպես կարող եք իրեն աջակցել։ Առաջին կետը, որը պարտադիր պետք է պահպանել գերակտիվություն ունեցող երեխայի ու առհասարակ բոլորի հետ շփման ընթացքում, դա կոնտակտի հաստատումն է։ Երբ դուք ցանկանում եք երեխային որևէ բան ասել, որևէ ինֆորմացիա փոխանցել, պարտադիր է, որպեսզի կարողանաք այդ կոնտակտը հաստատել։ Քանի որ եթե դուք ուղղակի ձեր ուղերձը ասեք եւ տվյալ պահին երեխան խաղով տարված լինի կամ որևէ այլ գործողություն անի, հավանականությունը մեծ է, որ նա ձեր ասածը չի ընկալի։ Եթե նկատում եք, որ ձեր խոսքային արտահայտություններն իրեն չեն հասնում, դուք կարող եք հպվել նրա մարմնին, կարող եք իր դեմքը շրջել դեպի ձեզ, որպեսզի ձեր ասած խոսքն իր համար ավելի ընկալելի լինի։ Բացի այդ, շատ կարևոր է, որպեսզի դուք ուշադրություն դարձնեք ձեր շրջապատին։ Եթե այն պահին, երբ դուք հաղորդակցվում եք երեխայի հետ, աղմուկ է տարածքում կամ բարձր միացրած է հեռուստացույցը, ընտանիքի անդամները բարձր խոսում են եւ այլն, փորձեք աղմուկը լռեցնել կամ երեխային տեղափոխել այնպիսի միջավայր, որտեղ ավելի խաղաղ է։ Հետո հարգելի հեռուստադիտող, շատ կարևոր է, որպեսզի շուրջը լինի կարգ ու կանոն, այսինքն երեխաները անդադար չտեսնեն թափթփված խաղալիքներ, պահարանի իրերը եւ այլն, քանի որ իրենք առանց այդ էլ շատ անհանգիստ են, կա որոշակի լարվածություն եւ շուրջը եղած թափթփվածությունը կամ անկանոնությունը ել ավելի կուժգնացնի այդ լարվածությունը։ Կարևոր է նաև, որ եթե ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ երեխայի հարաբերությունները չեն ստացվում, նրա ներկայությունից երեխան լարվում է, ավելի անհանգիստ է դառնում, որովհետև այդ մեծահասակը քննադատում է իրեն կամ շատ խիստ պատժում է, դուք փորձեք հաշտության եզրեր գտնել, իսկ հաշտության եզրեր չգտնելու դեպքում կարողանաք երեխայի առօրյան այնպես կազմակերպել, որպեսզի նա հնարավորինս քիչ շփվի տվյալ անձնավորության հետ, բայց ձեր հերթին կարող եք բացատրել մեծահասակին, թե ինչպիսի առանձնահատկություն ունի երեխան և որ այն վարքը, որը նյարդայնացնում է մեծահասակին, երեխան իր ցանկությամբ չի դրսևորում, ոչ թե հերթական չարաճճիությունն է կամ վատ արարքն է, այլ նա իսկապես չի կարողանում կառավարել իր վարքը։
Այստեղ ուզում եմ մի նկատառում անել հարգելի հեռուստադիտող, շատ հաճախ գերակտիվություն ունեցող երեխայի վարքը տեսնելիս հասարակության մեջ մի կարծրատիպ է ձևավորվում, թե այդ երեխան այսպես ասած անդաստիարակ է, բայց հավատացեք, որ ծնողը կարող է շատ հաճախ փորձել երեխային ճիշտ ուղղորդել, բացատրել, որ չի կարելի աղմկել հասարակական վայրում, չի կարելի հասարակական վայրում ցատկել բարձր տեղերից, գոռալ, ցատկոտել, խանգարել մյուսներին, ընդհատել մարդկանց զրույցները, բայց երեխան այդ ամենը միևնույն է չպատկերացնի։ Դրա համար հաջորդ անգամ ծնողին մեղադրելուց առաջ փորձեք հասկանալ, թե ինչպիսի առանձնահատկությամբ երեխայի հետ եք դուք հանդիպել։ Չէ՞ որ այժմ համացանցում ու առհասարակ հեռուստատեսությունում բազմաթիվ հաղորդումներ կան, որոնք ձեզ օգնում են, որպեսզի դուք ել ավելի հեշտ կարողանաք հաղորդակցվել զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների հետ եւ հասկանալ, թե ինչու է նրանց մոտ այս կամ այն խնդիրը առաջացել։ Հաջորդ կարևոր կետը, որին ցանկանում ենք անդրադառնալ, հարգելի հեռուստադիտող, դա երեխայի բնականon ռեժիմի պահպանումն է։ Եթե դուք որոշել եք, որ երեխան պետք է արթնանա որևէ ժամի, այդ ժամի արթնացումը պետք է պահպանել ամբողջ շաբաթվա ընթացքում, քանի որ գերակտիվություն ունեցող երեխաները դժվար են հարմարվում կարգ ու կանոնին, եւ եթե մեկ անգամ փորձեք մի փոքր շեղվել այդ կարգ ու կանոնից, շատ դժվար կլինի կրկին վերադառնալ դրան, քանի որ կլինեն հետընթացներ։ Հետո շատ կարևոր է, որ երբ դուք տալիս եք երեխային որևէ հրահանգ, բացի խոսքային հրահանգ տալը, կարողանաք դա նաև գործնականում ցուցադրել նրան։ Օրինակ, եթե դուք որոշել եք, որ երեխան երեկոյան պետք է պատրաստի հաջորդ օրվա հագնելու հագուստները եւ այդ հագուստները տեղավորի աթոռի վրա, բացի խոսքային հրահանգը տալը շատ լավ կլինի, որպեսզի դուք ցույց տաք, թե ինչպես դա պետք է անի։ Ու հետո իհարկե հետևողական լինեք, որպեսզի ամեն օր ձեր որոշումները պահպանվեն։ Հետո հարգելի հեռուստադիտող, շատ լավ կլինի, որպեսզի ակտիվ խաղեր կազմակերպելիս կամ ցանկացած գրգռող որևէ ուտելիք տալիս հաշվի առնեք այն հանգամանքը, որ դա անմիջականորեն ազդելու է երեխայի քնի ռեժիմի վրա։ Այդ պատճառով շատ լավ կլինի, որպեսզի ակտիվ խաղերը կազմակերպեք քնելուց մի քանի ժամ առաջ։ Երեխային շոկոլադ տալուց, քաղցրավենիք տալուց առաջ եւս երկար պետք է մտածել, քանի որ դրանք նյարդային համակարգը գրգռելու հատկություն ունեն եւ երեխաների մոտ էներգիայի ավելցուկ են առաջացնում։ Թվում է, թե երեխայի քնելու ժամն է, բայց շոկոլադ ուտելուց հետո նա անմիջապես սկսում է վազվզել, ցատկել եւ չի ուզում անգամ լսել քնելու մասին։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի հետեւողական լինեք նաեւ այդ հարցում։ Ցանկալի կլինի, որ քնելուց մի որոշ ժամանակ առաջ դուք երեխայի հետ գնաք զբոսանքի մաքուր օդում։ Դա բարերարազդեցություն կունենա եւ ձեր եւ երեխայի վրա։ Իսկ ամենակարևոր կետը, հարգելի ծնողներ, ձեր առողջությունն է, որովհետև եթե դուք հոգեբանորեն եւ ֆիզիկապես լինեք առողջ, երեխաներին դաստիարակելը ձեզ համար ավելի հեշտ կլինի։ Չէ՞ որ դուք եք օրինակ ծառայում ձեր երեխաների համար։ Օրինակ, եթե ձեր շրջապատում կան վստահելի մարդիկ, ովքեր որ հոգատար են ձեր երեխաների նկատմամբ, դուք կարող եք օրվա ընթացքում մի որոշ ժամանակ խնդրել, որպեսզի իրենք երեխայի հետ զբաղվեն, իսկ դուք մի փոքր հանգստանաք։ Չէ՞ որ ձեզնից ահռելի մեծ էներգիա եւ համբերություն է պահանջում երեխայի հետ առօրյան կազմակերպելը, դաստիարակելը, դժվարությունները հաղթահարելը եւ այլն։ Այսպիսով մի ամաչեք օգնություն խնդրել հարազատներից։ Եթե իրենք կարողանան երեխայի ժամանցը մի փոքր ապահովել, դուք կհասցնեք այդ ընթացքում գնալ զբոսանքի, մի փոքր լռության մեջ հանգստանալ, մեկ գավաթ սուրճ խմել կամ պարզապես մի փոքր քնել։ Չէ՞ որ քնի ռեժիմի պահպանումը կարևոր է ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար։ Եթե մենք չենք պահում մեր քնի ռեժիմը, մենք դրանից դառնում ենք ավելի նյարդային, դյուրագրգիռ, ցանկացած մանրուք ավելի ծանր ենք տանում եւ այլն։ Դրա համար հոգատար եղեք առաջին հերթին ինքներդ ձեր նկատմամբ, հետո նոր երեխաների։
ու դա արեք առանց մեղքի զգացման, չէ՞ որ երեխաները շատ ավելի երջանիկ եւ ուրախ են մեծանում այն ընտանիքներում, որտեղ ծնողները իրենք իրենց մասին եւս հոգ են տանում։ Մայրիկները հաճախ են ժպտում, տրամադրությունը բարձր է լինում, ընտանիքի անդամներն ավելի համերաշխ են լինում իրար հետ եւ երեխաներն էլ ավելի առողջ են մեծանում։ Հարգելի հեռուստադիտող, հաղորդման երկրորդ հատվածում ինձ հյուր է եկել Օվսաննան, ով կօգնի, որ այսօր ձեզ պատմենք մի հետաքրքիր խաղի մասին։ Ողջույն Օվսաննա ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Օվսաննա ջան, կասես դու քանի տարեկան ես։ Ես 8 տարեկան եմ։ Շատ լավ, դպրոց ես հաճախում։ Այո։ Իսկ բացի քո հիմնական դասերը, ինչով ես սիրում զբաղվել։ Նկարելով։ Ապրես, շատ լավ։ Օվսաննա ջան, մենք այսօր շատ հետաքրքիր, բայց նաև շատ մատչելի խաղ ենք ցույց տալու մեր հեռուստադիտողին, ովքեր որ ցանկանում են, որ իրենց երեխաների մոտ զարգանա ուշադրության կենտրոնացումը։ Եվ այսպես այսօր պատրաստել ենք մի քանի առարկաներ, որոնք պետք է Օվսաննան մտապահի, իսկ հետո երբ առարկաների մեջ լինեն փոփոխություններ, փորձի հասկանալ, թե ինչն է փոխվել։ Տես Օվսաննա ջան, մենք սեղանին ունենք 4 առարկաներ։ Արի միասին թվենք, ինչեր են դրանք, սա Նոթատետր, կանոն, մկրատ, վրձին։ Շատ ապրես։ Ես պետք է խնդրեմ քեզ, որպեսզի շատ ուշադիր նայես եւ մտապահես այդ առարկաները։ Իսկ մտապահելուց հետո փակես քո աչքերը, որովհետեւ ես դրանցից մեկը վերցնելու եմ, որպեսզի կարողանաս հիշել, թե որ առարկան վերցրեցի։ Հարգելի հեռուստադիտող, խաղի բարդության աստիճանը դուք կարող եք որոշել ելնելով երեխայի տարիքային եւ զարգացման առանձնահատկություններից։ Եթե երեխան դեռ փոքրիկ է, օգտագործեք հնարավորինս քիչ թվով առարկաներ, իսկ ավելի մեծ երեխաների դեպքում կարող են դրանք ավելի բազմազան լինել ու կարող եք միաժամանակ գույների վրա կենտրոնանալ, չափի կամ ձևի։ Եվ այսպես Օվսաննա ջան, դու արդեն մտապահեցիր առարկաները, պետք է խնդրեմ, որ փակես աչքերդ եւ ես կթաքցնեմ դրանցից մեկը։ Կարող ես բացել աչքերդ, կասես, թե որ առարկան չկա։ Մկրատ։ Շատ ապրես։ Հիմա պետք է քեզ խնդրեմ, որպեսզի կրկին փակես աչքերդ եւ ես կավելացնեմ մեկ նոր առարկա ու կփորձենք տեսնենք, կարող ես հիշել, թե որն է դա։ Կարող ես բացել աչքերը։ Մատիտ։ Շատ լավ, մատիտը նախկինում չկար, իսկ հիմա ավելացավ։ Պետք է խնդրեմ, որ եւս մեկ անգամ փակես աչքերդ ու ես կփորձեմ փոխել մեր առարկաների դասավորությունը։ Բացիր աչքերդ, կարող ես ասել, ինչ է փոխվել դասավորության մեջ։ Նոթատետրը եւ կանոնը։ Այո, շատ ճիշտ ես։ Ես նոթատետրը եւ կանոնը փոխեցի իրենց տեղերով։ Այսպիսով հարգելի հեռուստադիտող, տանը եղած առարկաների, խաղալիքների կամ որևէ պատկերների միջոցով դուք կարող եք հետաքրքիր խաղ կազմակերպել երեխաների հետ, ինչպես արդեն ասացինք, զարգացնելով իրենց ուշադրությունը եւ մի որոշ ժամանակ իհարկե կտրելով երեխաներին էկրաններից։ Այսպիսով կենթանի շփումն ավելի արդյունավետ կլինի, քան դրա փոխարեն էկրանների առջև անցկացրած ժամանակը։ Հարգելի հեռուստադիտող, առհասարակ բոլոր երեխաների դաստիարակման ընթացքում էլ շատ կարևոր է, որպեսզի քննադատելուց զատ դուք կարողանաք նաև խրախուսել երեխային, մատնացույց անել այն դրական կարևոր գործերը, որ նա անում է։ Չէ՞ որ եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, մենք ավելի շատ հակված ենք քննադատելու, նկատելու չարաճճի ու վատ արարքները ու ավելի ժլատ ենք գովեստի խոսքեր արտասանելիս։ Ու հատկապես գերակտիվություն ունեցող երեխաների դեպքում շատ կարևոր է, որպեսզի դուք նկատեք, խրախուսեք այն բոլոր ջանքերը, որ երեխան դրսևորում է որևէ գործողություն անելու համար։ Օրինակ, եթե ձեր երեխան, ով ունի գերակտիվություն, որոշել է ձեզ այդ օրն օգնել լվալ ափսեները, բայց մինչև վերջ չի կարողացել անել այդ գործողությունը, լավ կլինի, որպեսզի գովեք նրան, խրախուսեք ու ոգևորեք հենց միայն նրա համար, որ նա ջանացել է, որ մեծ ջանքեր ու ժամանակ է վատնել, որպեսզի կարողանա ձեզ օգնել։ Չէ՞ որ մենք մեծահասակներս էլ շատ հաճախ ունենում ենք դրական ու բարի խոսքերի կարիք։ Ու ամեն անգամ, երբ դուք երեխային գովում եք կամ խրախուսում եք, նրա մոտ էլ ավելի մեծ ցանկություն է առաջանում ձեզ որևէ հարցում օգնելու համար։
Ու մի կարևոր բան եւս հարգելի ծնողներ, երբ դուք երեխայի մոտ նկատում եք որևէ խնդիր, շատ կարևոր է, որպեսզի դուք դիմեք մասնագետի օգնությանը, որովհետեւ միայն մասնագետները կարող են որևէ ախտորոշում նշանակել։ Դուք չեք կարող հիմնվել ձեր հարևանի, բարեկամի, երեխայի փորձի վրա, քանի որ երեխաները տարբեր են։ Չէ՞ որ միևնույն ընտանիքում մեծացող, միևնույն ծնողների դաստիարակությունը ստացած երեխաները կարող են կատարյալ տարբեր լինել։ Հետևաբար շատ կարևոր է ժամանակին դիմել մասնագետի։ Դրա շնորհիվ դուք ավելի շուտ եւ ավելի հեշտ կկարողանաք հաղթահարել խնդիրը, քան եթե հիմնվեք շրջապատի փորձի, կարծրատիպերի ու մնացած այլ բացասական երևույթների վրա։ Հուսով ենք այսօրվա մեր հաղորդումը ձեզ համար օգտակար եղավ։ Ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը։ Կհանդիպենք։